ցանկալի զարգացման պարագայում նույնիսկ Ռուսաստանից դուրս նոր արյունահեղություններ կլինեն եւ չսխալվեցին։ Հաշված օրերի ընթացքում ոչնչացվեցին կամ հարձակման ենթարկվեցին այսպես կոչված ադրբեջանական կլանի պարագլուխները։ Այսպես, Ուսոյանի սպանությունից 2 շաբաթ չանցած հունվարի 28-ին Մոսկվայում սպանվեց ադրբեջանցի օրենքով գող Ռուֆիկ Նասիբովը, որն առավելապես հայտնի էր Գյանջայի Ռուֆիկ մականունով։ 4 օր անց փետրվարի 1-ին Թուրքիայում թիկնապահների հետ հարձակման է ենթարկվում ադրբեջանական կլանի ամենաազդեցիկ գողերից Ռավշան Ջանիևը, Լենքորանի Ռավշանը։ Ժամեր անց մերձ Մոսկվայում մահափորձ է իրականացում ադրբեջանական հանցավոր կլանի մեկ այլ ներկայացուցիչ, օրենքով գող Ահմեդ Եվլոևի նկատմամբ, որը ողջ է մնում եւ այժմ իրավապահների եւ բժիշկների հսկողության տակ է։ Բնական է, որ արյունահեղությունների այս շղթան փորձագետները տեղավորում են միջկլանային պատերազմների եւ հանցաշխարհի այսպես կոչված հնաբնակների եւ նորաբնակների հակասությունների համատեքստում։ Սակայն անհասկանալի եւ վտանգավոր է, երբ այդ սպանությունները փորձում են խցկել ազգամիջյան հարթություն։ Մասնավորապես լրատվամիջոցները հայտնել են, թե Ջանիևին Թուրքիայում գնդակահարելու մեջ կասկածվում են ոչ միայն Ուսոյանի հայրենակիցները, քրդերն ու եզդիները, որոնք երդվել էին վրեժխնդիր լինել, նաեւ հայերը, որոնց համար սա ադրբեջանցիների հետ հերթական հաշիվ մաքրելու հերթական առիթ էր։ Տպավորություն է ստեղծում, թե իրականում տեղի են ունենում մանիպուլյացիոն որոշակի գործընթացներ, որոնց նպատակը այս կամ այն ազգի մասին որոշ ուժերին ձեռնտու կարծիքի ձևավորումն է։ Թե ինչի մասին է խոսքը, կպատմի Նելի Հարությունյանը վրեժ է ծնում տեսանյութում։ Հավելեմ միայն, որ թեմային երկրորդ անդրադարձը կարևոր էր, քանի որ մեր հասարակության միստվար զանգված դեռևս ակնածանքով է լցված այդ աշխարհի ներկայացուցիչների հանդեպ։ Շուրջ նկարը արված է Ռաֆայել Բաղդասարյանի սովորապի թաղման ժամանակ 1993 թվականին։ Սա ստեղ Եթ Խասանը, սա պրոֆեսորն է, շատ հայտնի անուն հետ աշխարհում, ստեղ Դագաղի մոտ են հենց սովորապի, ստեղ գրեթե նույն կադրերն են, շատ հետաքրքիր է, որ ստեղ Եթ Խասանը, որը կազմակերպել էր ամբողջ թաղումը։ Սա նկարված է Երևանում։ Եթե ուշադիր նայեք այս նկարներին կտեսնեք, որ սա Երևանում է Թոխմախի լճում։ Սրանք Սերգեյ Գալոյանի ունեցած լուսանկարների միայն չնչին մասն է, հիմնականում առանձնացրել են նրանք, որտեղ Հասան Ուսոյանը Երևանում է։ Մասնավորապես ներկա է Ռաֆայել Բաղդասարյանի հայտնի Սվոյ Ռաֆի հուղարկավորությանը։ Սերգեյ Գալոյանն ավարտում է Ձեթ Հասանի մասին համարյա 800 էջանոց կենսագրականը։ Դեռ չհրապարակված գրքի շուրջ արդեն սպառնալիքներ է ստացել, բայց ոչ քրեական աշխարհից։ Զանգել են ինձ, ահաբեկել են, որ չգրես այդ գիրքը, ահաբեկել ասելով հենց հիմա ներկայացեք 6-րդ վարչություն։ Եթե հիմա չներկայանաք, վաղ առավոտյան ոստիկանական մեքենայով ձեզ ձերբակալենք եւ կտանենք։ Եթե ոստիկանությունից է թող մի սորը գարին ձերբակալեր տաներ, բայց ինչի չեկան։ Փետրվարի 12-ին տեղեկություններ տարածվեցին, որ Մոսկվայի մետրոպոլիտենի Սուխարևսկայա կայանի տարածքում գտնվող տուրիստական ընկերությունը դիմել 100 մարդ, Արաբական Միացյալ Էմիրություններ մուտքի վիզա ստանալու համար։ Պարզվեց, որ այս 100 մարդն էլ Ուսոյանի աջակիցներն ու կողմնակիցներն են։ Այնտեղ հրավիրվում է սխոդկա, այսպես ասած, գողական հավաք, որին պետք է մասնակցեն ամենակիչը 300 մարդ։ Հավաքի մասնակիցներն ըստ տեղեկությունների երկու հիմնական խնդիր ունեին՝ ցույց տալ, որ Ուսոյանի կլանը միասնական է ու հզոր, եւ թագադրել 10 նոր օրենքով գողի։ Այդ թվում Ձեթ Հասանի զարմիկ կրկնակի դատապարտված հանցավոր հեղինակություն Թիմուր Արխանգելսկին։ Իսկ հավաքի օրակարգում եւ օրակարգից դուրս գլխավոր խնդիրը շարունակում է մնալ մեկը՝ ով է զբաղեցնելու հանցագործ աշխարհի պատրիարքի թափուր տեղը։ Ժամանակավորապես գահին տիրում է Ուսոյանի մեկ այլ զարմիկը 30-ամյա Դմիտրի Չանթուրյան, Միրոն մականունով։ Ենթադրվում է, որ նա ժառանգել է բարձրաստիճան չինովնիկների հետ Ուսոյանի կապերը, ինչի շնորհիվ դեռ երիտասարդ եւ հանցագործ աշխարհում ոչ բավարար հեղինակությունը ունի լուրջ իշխանություն եւ գահը զբաղեցնելու հնարավորություն։ Սակայն մենք չպիտի մոռանանք, որ Զախարի Կալաշովը կա, որը շատ հզոր երևույթ է եւ որի ազատազրկված է Իսպանիայում մի 6-7 ամիս հետո նա դուրս է գալու։ Զախարի Կալաշովը մականունը Շակրո Մալադոյ ներկայացնում է Տարիել Օնիանիի կլանը, որը Ձեթ Հասանի ամենահզոր հակառակորդն էր։ Բացի Կալաշովից կա եւս մեկը։ Երկրորդ մարդը, որը կարող է որոշակի դեր կատարել այս ամբողջ պայքարի մեջ, մեր Արմեն Ղազարյանն է, Պզոն, որը
Եթ հասանի նայողներ սմաճաշին Լոս Անջելես։ Պզոմա կանունով քրեական հեղինակությունը ներկայում Միացյալ Նահանգներում է, Կալանավայրում։ Փետրվարի 11-ին Նյու Յորքի դատարանը նրան դատապարտեց 37 ամսվա ազատազրկման, որից 28-ը նա արդեն նստել է։ Հետևաբար 9 ամիս անց Արմեն Ղազարյանը ազատ կարձակվի եւ հավանաբար կարտաքսվի Հայաստան։ Նա իհարկե հազիվ թե Հայաստան գա կամ եթե գայել նրա որևէ բան չլինի։ Հայազգի քրեական հեղինակությունը ձերբակալվել էր 2010-ին բժշկական ապահովագրության ոլորտում մասշտաբային խարդախությունների համար։ Ամերիկյան արդարադատության պատմության մեջ Ղազարյանը երկրորդ օրենքով գողն էր, որի համար դատարանի վճիռ է ընթերցվել։ Առաջինը ռուսական մաֆիայի հայր Վյաչեսլավ Իվանկովն էր, յապոնչիկը, նույնպես Նյու Յորքում ձերբակալված եւ կրկին դրամաշորթությունների եւ խարդախությունների համար դատապարտված։ Սերգեյ Գալոյանի տվյալով 2010-ի սեպտեմբերի 16-ին Ձեթ Հասանի երկրորդ մահափորձից հետո Ուսոյան Օնիանի կլանային պատերազմների հետևանքով սպանվել է 126 մարդ, ընդ որում պատերազմը դեռ շարունակվում է եւ ավելի թեժ։ Գողական համոզմունքներով Ձեթ Հասանի մահվան համար նրա կողմնակիցները պետք է վրեժ լուծեն։ Վերջինները կազմել են այսպես կոչված գնդակահարությունների ցուցակ, որում ընդգրկված են ԱՊՀ տարածքի քրեական աշխարհի պատրիարքի սպանության հավանական մեղավորների անունները։ Ցուցակում նշված են 2 տասնյակից ավելի ազգանուններ եւ գողական մականուններ։ Նրանք հիմնականում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ են եւ մի շարք վրացի երիտասարդ օրենքով գող են։ Օպերատիվ տվյալներով նրանց թիկունքին շնչում են պրոֆեսիոնալ քիլլերների մի քանի խմբեր, որոնք արդեն ցուցակից ջնջել են առաջին տողում գրված անունը՝ Ռովշան Ջանիև կամ Ռովշան Լենկորանսկի։ Հատուկ ծառայությունների բնորոշմամբ Ջանիևը ծայրահեղ անկանխատեսելի անհատականություն է, օրենքով գողի համար շատ անսովոր կենսագրությամբ։ Ծնվել է ոստիկանի ընտանիքում։ Խառնակ 90-ականներին հայրը սպանվել է։ Ռովշանը մտադիր էր գնալ հոր ճանապարհով, ստացել է իրավաբանական կրթություն։ Սակայն 96-ին ձերբակալվեց նրա հոր սպանողը, որին Ռավշանը հենց դատարանի դահլիճում գնդակահարեց։ Այս դեպքը մեկընդմիշտ մշուշեց իրավաբանի կարիերայի հեռանկարը։ Ջանիևը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման եւ այդ ժամանակից սկսած ավելի ու ավելի ներքաշվեց հանցավոր աշխարհի մեջ։ Մեկը մյուսի հետևից վերացնելով ադրբեջանական հանցաշխարհի լիդերներին, 37-ամյա Ռովշանը մտերմացավ Ձեթ Հասանի հետ եւ ճանաչվեց որպես նոր լիդեր։ Որոշ տվյալներով Հասան Ուսոյանի հետ արյունալի պատերազմի հանգեցրած կոնֆլիկտը ծագել է 2009-ին Դնեպրոպետրովսկում գտնվող մի ձեռնարկության եւ Մոսկվա կանաչեղենի ու ծաղիկների մեծածախ մատակարարման շուրջ։ Ջանիևը նաեւ կորցրել էր հարգանքը գողական օրենսգրքին չհետևելու համար։ Գիտակցելով, որ Ձեթ Հասանի թևի տակ արդեն իր համար տեղ չկա, Ջանիևը միավորվեց վրացի գողականներ Ջեմո եւ Մամուկ Միկելաձեների հետ։ Միկելաձեները հակամարտում էին ինչպես Ձեթ Հասանի, այնպես էլ Տարիել Օնիանի կլանների հետ։ Կրկին գողական պատվի ու պատկերացումները չպահպանելու համար։ Այսպես ձևավորվեց երրորդ ուժը՝ Ջանիև եւ Միկելաձեներ։ Օպերատիվ տվյալներով հենց նրանք են կազմակերպել եւ իրականացրել Ձեթ Հասանի սպանությունը։ Փետրվարի 1-ին տեղեկություն տարածվեց, որ Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում մահափորձ է իրականացվել Ռովշան Ջանիևի դեմ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ որոշ աղբյուրների պնդմամբ օրեր անց օրենքով գողը մահացել է։ Այս լուրը սակայն դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Մինչև օրս Ռովշանի կողմնակիցները ու հարազատները հայտարարում են, որ Ռովշանի վրա մահափորձ չի կատարվել եւ նա ողջ է, սակայն որևէ փաստ չի ներկայացում նրա ողջ լինելու մասին։ Գալոյանի կարծիքով կլանային ներկայիս պատերազմի առաջին պլանում ավելի շուտ բացարձակ իշխանության ձգտումն է, քան վրեժխնդրությունը։ Գրողի համոզմամբ Ձեթ Հասանի սպանության մասին խոսելիս չի կարելի շրջանցել Տարիել Օնիանին, որին վրացի գողականների մեծամասնությունը այժմ ցանկանում է տեսնել հանցագործ աշխարհի պարագլխի գահին։ Պատվիրատուն ի վերջո էլի տարոնն է Տարիել Օնիանին է, բայց հիմնական իրականացնողը Ռովշանն է։ Այսպես է։ Հետո գիտեք, որ Միկելաձեին բանտարկեցին նրա թաղման անմիջապես հետո։ Տարիել Օնիանին հայտնի է, որ կալանավայրում է եւ չնայած ուսոյանականների կազմած գնդակահարության ցուցակին իրեն թիրախավորված չի համարում։ Նանդերից հանգիստ կարող է ղեկավարել եւ ղեկավարում է ամբողջ պայքարը։ Նա առայժմ պետք է Ռուսաստանի իրավապահներին իրենց հարցերը լուծելու համար։ Իսկ եթե հանկարծ նա արդեն ավելորդ դրավ, նրան սպանելը շատ հեշտ բան է։ Գողականների կյանքին ու գործունեությանը քաջատեղյակ աղբյուրներն ավելի հաճախ են խոսում հանցաշխարհի կանոնների, օրենքով գողերի համոզմունքների տրանսֆորմացիայի մասին, ինչը բացահայտում է պատերազմների ոչ այնքան ճակերտավոր բարոյական ու գաղափարական, որքան նյութական կողմի մասին։ Ռուսաստանում այս ամբողջ պատերազմները կատարվում է հին սերնդի օրենքով գողերի եւ նորերի միջեւ։ Ի տարբերություն աների, որոնք կանոնների էին հետևում եւ շատ կանոններ պահպանում են, նոր սերունդը արդեն որևէ կանոնին ու ոչ պետական, ոչ գողական կանոնների չի ենթարկվում։ Մտել է բիզնես, որը գողական աշխարհի համար դա հին սերնդի համար դա չընդունված բան էր։
Վերջին շրջանում մամուլում հանդիպում էին մեկնաբանություններ, որ ազգությամբ եզդի, բայց հաճախ հայացվող Ուսոյանի եւ ադրբեջանցի Ջանիևի պատերազմը նաեւ ազգայնական շարժառիթ ուներ։ Սա ըստ Ուսոյանի կենսագրի հանցաշխարհի մասին թյուր պատկերացումների արդյունք է։ Կրիմինալ աշխարհում այսպիսի հասկացություն, այնտեղ ազգեր գոյություն չունեն։ Մի հատ փաստ հաշվի առնենք, մեր Ռաֆայել Բաղդասարյանի աջ ձեռքը եղել է Ֆիքրետ ազգությամբ ադրբեջանցի եւ եղել է այն ժամանակ, երբ որ մենք պատերազմի այն ամենաահեղ պատերազմական շրջանի մեջ էինք Ադրբեջանի հետ։ Հասան Ուսոյանի սպանության երրորդ կազմակերպիչ էլ է նշվում ռուսական հատուկ ծառայություններ։ Ենթադրություններ կան, որ նրանք պարզապես օգտվել են քրեական հեղինակությունների հակամարտությունից, մեկին խաղից հեռացնելով, մյուսներին դարձնելով քավության նոխազներ։ Քանի դեռ Հասան Ուսոյանի տեղը դատարկ է, գողական սխոտկաներ դեռ էլի կլինեն։ Համապատասխան ցուցակից նորանուններ կջնջվեն։ Սրանում համոզված են բոլոր կողմերը, այդ թվում իրավապահները, ովքեր ուշի ուշով հետևում են իրադարձությունների նոր զարգացումներին, իսկ դրանք երկար չեն սպասեցնի։ Заведи чего-нибудь. Я в Тбилиси воровал немало, а в Батуми залажили гады. Նելի Հարությունյան, Հովանես Չապարյան, Զոհրաբ Խարամյան, Սուրանկյուն։